Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոսք է տվել իրեն այլևս նավթ չգնել Ռուսաստանից։ Ես դժգոհ էի, որ Հնդկաստանը ռուսական նավթ է գնում։ Այսօր Մոդին վստահեցրեց ինձ, որ նրանք այլևս նավթ չեն գնի Ռուսաստանից։ Դա մեծ քայլ է։ Հիմա մենք Չինաստանին ենք ստիպելու անել նույնը, ասել է ԱՄՆ նախագահը։ Ով կմտածեր, ես խաղաղություն բերեցի Մերձավոր Արևելք, բայց չեմ կարող հաշտեցնել երկու մարդու, բայց կարծում եմ մենք դեռ կարող ենք անել դա, ասել է Թրամփը խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել նաև Պենտագոնի ղեկավարը։ Պիթ Հեքսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները կմեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Ուկրաինայում հակամարտությունը չկարգավորվի։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների պատերազմի նախարարությունը պատրաստ է ներդրում անել, այնպիսի ներդրում, որը միայն Միացյալ Նահանգները կարող է տրամադրել։ Եթե այս պատերազմը չավարտվի, եթե խաղաղությունն արագ չհաստատվի, Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ միասին կձեռնարկի անհրաժեշտ քայլեր Ռուսաստանի համար ծախսերը մեծացնելու համար, ասել է Հեքսեթը Դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Թրամփը կրկին շփոթել է երկրների անունները Հնդկաստանի փոխարեն ասելով Իրան։ Նա հայտարարել է, որ կանգնեցրել է Իրանի ու Պակիստանի միջև պատերազմը։ Բաշար Ալ-Ասադին վերադարձնելու համար Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը հենց հիմա չափազանց թանկ կնստի Սիրիայի վրա։ Այս մասին CBS News-ին տված իր առաջին ամերիկյան հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նշել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Հաղորդավարի հարցին ի պատասխան Ալ-Շարան նշել է, որ իր կառավարությունը կօգտագործի բոլոր հնարավոր իրավական միջոցները, պահանջելու, որ Ասադը պատասխանատվության ենթարկվի։ Այնուամենայնիվ Ռուսաստանի հետ կոնֆլիկտի մեջ մտնելը հենց հիմա չափազանց թանկ կնստի Սիրիայի վրա։ Դա նաև չի բխում երկրի շահերից, ասել է Սիրիայի նախագահը։ Հաղորդավարի հարցին, ինչպիսի կառավարություն է Ալ-Շարան ցանկանում տեսնել Սիրիայում եւ արդյոք այնտեղ ժողովրդավարություն կլինի, նախագահն ասել է, որ երկրում համընդհանուր ընտրություններ կանցկացվեն, երբ ենթակառուցվածքները վերականգնվեն եւ երբ բնակչություն ունենա անձնագրեր ու համապատասխան փաստաթղթեր։ Ալ-Շարան հավելել է, որ երկիրը վերականգնելու համար կպահանջվի 600-ից 900 միլիարդ դոլար եւ դա կպահանջի միջազգային հանրության օգնությունը։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը զտարյուն արաբական նժույգ է նվեր ստացել։ Պրոտոն անունով նժույգը Հռոմի Պապը նվեր է ստացել Լեհաստանի Կոլոբժեկ Բուդիստովը քաղաքում գտնվող Միխալսկիի ձիանոցի սեփականատեր եւ հիմնադիր Անջեյ Միխալսկիից։ Երբ տեսա ապագա Հռոմի Պապի լուսանկարները Պերուում ձի քշելիս, միտք առաջացավ նրան նվիրել մի գեղեցիկ արաբական ձի, այնպիսին, որն արժանի կլիներ նրան եւ որ այն լիներ սպիտակ, քանի որ սպիտակը համապատասխանում է Հռոմի Պապի սպիտակ հանդերձանքին, ասել է Միխալսկին։ Դուբայը 2026 թվականին պլանավորում է թռչող տաքսիներ գործարկել իր երկնքում։ Նշվում է, որ ի տարբերություն ինքնաթիռների եւ ուղաթիռների, էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցները, որոնք կարողանում են ուղղահայաց թռիչքներ եւ վայրէջքներ կատարել, կապահովեն մի կետից մյուս կետ արագ ու անհատական ուղևորություն։ Տաքսիները նման են հսկայական ուղաթիռի, անօդաչու սարքի նմանվող թևերով եւ պտուտակներով։ Մենք այսօր օդային տարածքը պատկերացնում ենք որպես փողոց, ասել է Դուբայի քաղաքացիական ավիացիայի փորձագետ Ալի Ահմադ Ալ-Բլուշին։